24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Վաղուց մեզ չեք հյուրընկալվել, մեր վերջին հարցազրույցների ժամանակ դեռ ընտրությունները չէին եղել եւ դուք ասացիք, որ Փաշինյանի ձին սատկել է, բայց ընտրությունները ցույց տվեցին, որ նրա ձին չի սատկել եւ նա վերընտրվեց։ Ինչպես կներկայացնեք այն իրավիճակը, որը ստեղծվեց ընտրություններից հետո, արդյոք անխատեսելի էր Փաշինյանի վերընտրությունը։ Փաշինյանը վերընտրվեց, բայց ոնց որ թե ձին սատկել է վերջին նորությունները դրա մասին են չէ խոսում։ Կարծես թե ինչու է սատկել ամեն դեպքում ձին։ 50% չհավաքեց այդ առումով։ Չէ, հարցը հավաքել է կամ այլևս այդ կուրսը, որը որ տանում է Փաշինյանը, չի կարող իրականացվել եւ այդ տրամաբանության մեջ կամ տրամաբանությունն է արժև դրված Հայաստանի եւ այդտեղ հիմա տեսնում ենք ինչ անորոշ դրություն է Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների հարցում ԱՄՆ-ի հետ էլ դեռ չկա այն բարձությունը, որը որ պիտի որ լիներ, չէ, այն անպագորգոր տրիպերի, բաների եւ այլն Պարագայով կարծես թե ինչ որ պաուզայի վրա է այդ ամբողջը դրված եւ ես հենց դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ ձին սատկել է, այսինքն քաղաքական շարունակություն շատ դժվար է հասկանալ ինչ կարա լինի։ Իսկ առհասարակ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, որովհետեւ եւ իշխանությունն է արդյունքներից դժգոհ եւ ընդդիմությունը։ Դե դա առանձնահատկությունն է եւ գրեթե բոլոր մասնակիցները դիմեցին դատարան։ Իմանալով արդեն պատասխանը։ Կարելի է այսպես ասել, նվազագույն շեմն է հիմա ընտրությունները լեգիտիմ համարելու հարցում, այսինքն քանի որ հիմա միջազգային իրավիճակը այնպեսին է, որ որպես կանոն ով որ խիստ հետևում է, հա, ժողովրդավարության եւ ընտրությունների հիմա այդ պատասխանատվությունը նվազեցրել է Հայաստանի համար, մյուս պետությունների համար հակամարտության պայմաններում գործում է свой чужой տրամաբանությունը եւ ընտրությունների ազատությանը արդեն ոչ մեկ չի նայում, կարևորը արդյունքն է լեգիտիմության առումով այո, այս ընտրությունները լեգիտիմ չեն հենվելով Փաշինյանի գնահատականի վրա, որ հազարավոր, 100 հազարավոր դրակաշարքով քվեարկողներ են եղել, ուրեմն անվավեր են ընտրությունները եւ հիմնվելով ընդդիմության բողոքների վրա եւ ինձ թվում է քաղաքացիական ձեր լավ ընկեր Դանիել Յանեսյանը, չէ, հանդես եկավ հայտարարությամբ, որ այն ինչ որ Բարգավաճ Հայաստանի դեմ արեցին, դա օրենքի կոպիտ խախտում է, դա էլ ինքնուրույն անվավերության հիմք է այս ընտրությունների համար, այսինքն 4 կողմից սա անվավեր։ Բայց դա ով է, այսպես ասած, բանի տեղ դնում, ես դա եմ ասում, այս աշխարհ քաղաքական իրավիճակում նույնիսկ կարելի է ընտրությունները եւ չան մեծ հաշվով փոփոխություն էլ չեղավ, չէ՞, խորհրդարանում մի քանի մանդատ կորցրեց Հայաստան, կոալիցիոնը, բայց ուժը Հայաստանը։ Քաղաքացիական պայմանագիր է առաջի հերթին կնքեց մի քանի հատ մանդատ Հայաստան դաշինքը բոլորից շատ, այսպես ասած, կորուստ ունեցավ։ Այնտեղ մի հատ փոքրիկ խմբակցություն կար Սերժ Սարգսյանի գլխավորած կարելի է ասել խորհրդարանից ուժը Հայաստանը։ Ուժեղ Հայաստանն էլ մեծ հաշվով նոր անունով հին կադրերն են, էլի մեծ այտենց էական փոփոխություն չի բերում սա խորհրդարան եւ կարելի է ասել, որ ուժերի այս վերադասավորությունը քաղաքական իրավիճակը չփոխեց։ Հիմա շարունակվելու է նույն իրավիճակը, կարծում եք, եւ ինչով է պայմանավորված Փաշինյանի այս լարվածությունը, որովհետեւ ասել է, որ կալանավորելու է, ձերբակալելու է եւ տեսնում ենք, որ այդ գործընթացները շարունակվում են։ Այսինքն ինչն է կիսատ մնացել, ինչ մտահոգություններ կան ապագայի հետ կապված, որ անպայման ուզում է ձերբակալի, կալանավորի, ունեզրկի։ Լավ հարց է, որը որ այսպես մի պատասխան չունի, էլի, ինչու է Հայաստանը հիմա հայտնվել այս փուլում եւ ինչով սա վերջո հավարտվել է։ Տեսնում ենք, որ բավականին այսպես
բռնագանձման լուրջ պետականացման բաներ են առաջ քաշում Գայիկ Խաչատրյանի գործով նոր ինչ որ գույքի փաթեթ բերեցին Գագիկ Ծառուկյանի մասով դա Արարատ ցեմենտն է գլխավորը ոնց դուք ասացիք բայց եւ այլ սեփականություն է ինչ է սա տարբեր հարթություններով եթե նայել բիզնեսի ոլորտների բաժանման համար դա էական փոփոխություն է որովհետեւ մի ամբողջ ոլորտներում տեղի է ունենալու վերադասավորություն առհասարակ Հայաստանի այդ օլիգարխիայի համար դա նույնպես աղազանգ է շատ լուրջ որովհետև ոչ մի բանով սահմանափակված չի այսօր կառավարությունը, պետությունը բռնագանձման այդ գործընթացների մեջ հանրության աչքերում դա դիտվում է որպես լեգիտիմ գործունեություն քաղաքական պաշտպանություն հանրության իր աջակիցների աչքերում բոլորի մեծամասնության աչքերով ու հարուստներին բան հետ են վերցնում եւ մյուսնուս այդ մի քիչ ավելի լայն շերտական Փաշինյանի աջակիցները Փաշինյանի աջակիցները իրականում ինձ թվում է այդ կարծիքի եղել եմ եւ շարունակում եմ մնալ 350-400 հազարից ավել շրջանակից չեն դուրս գալի թե ինչ է ստացվում քվեարկությանը դա այլ հարց է էլի նկարել են ինչու այդ թիվը կարծում եք դա անդիմությունը պիտի առաջի հերթին մեզ բացադրեր տարբեր կարծիքներ լսեցինք, չէ, տարբեր հայտարարություններ, որ եւ նկարել են, չեք լսել ենք, որ քվեարկության արդյունքները վստահելի չեն եւ սխալ են հաշվել, դա ամբողջը եղել է ես դրա մեջ ավելի շատ չեմ ուսումնասիրել, որովհետեւ այնինչը որ տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ բավական է անվավերության համար ինքնուրույն բավարար հիմք է ամբողջ ընդունությունը։ Էլ դրանից հետո իմաստ մյուս խորանալ մյուս բաները բայց ամեն դեպքում դա չընդունվեց, ասաց փաստորեն ԿՀ նախագահը, որ դա արդյունքների վրա չէր ազդելու։ Բայց դա ասաց, այտենց կարելի է ասել դա ընդունվեց այնքանով, որքանով իշխանության իշխող ուժի ձեռքերում են այդ բոլոր լծակները։ Բայց բոլորին ցանկացածին եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս պարզ է, որ սա անվավեր ընտրություն է։ Հիմա պետականացման այս գործընթացը ասում եք կա մարդկանց խումբ, որ աջակցում է կամ լայն շրջանակ, ինչպես դուք եք նշում։ Լեգիտիմ է աչքերում։ Շատերի աչքերում լեգիտիմ է, որովհետեւ այս մարդիկ ապօրինի հարստացել են, հիմա պետությունը այդ հարստությունը Հիմա արդյոք պետությունը իսկապես այդ հարստությունը պետականացնելուց հետո մնալու է պետությանը եւ իսկապես հանրության համար դա լավ է լինելու, բյուջեն վերադասավորվելու են, վերաուղղորդվելու են այլ մարդկանց, ովքեր ամենամտերիմն են, ջերմ հարաբերություններ ունեն իշխանության հետ։ Սա վերադասավորություն է, սեփականության վերաբաժանում է, թե ոչ մեկ առաջի հարցը, երկրորդ հարցը, առաջի հարցը, որը որ պիտի բոլորին հետաքրքրի, սեփականատերերին, խոշորներին եւ ինչու՞ չէ, ոչ խոշորներին, որտեղ է սա կանգնելու։ Եթե սա պետություն պահելու թազաձև է, ինքը շատ երկար կարա շարունակություն ունենա, անցնի մեծահարուստների շրջանակով իջնի ավելի լայն զանգվածներին առնչվի եւ այլն։ Այստեղ ինչը պիտի կանգնացնի, ով պիտի կանգնացնի պետության այդ ով պետք է կանգնացնի հարցակումը սեփականության վրա, որտեղ է այդ ջրբաժանը, որ կարող է պետությունը կանգնի, ասի, այ վсё, այստեղ այս գծիցենյան սեփականությանը էլ չենք Հիմնական կազմը ընդդիմադիր է նկատմամբ դա իրականացում, չենք տեսնում օրինակ գիտեք այդ հայտնի բանաձևը, որ ասում սկզբից եկան կոմունիստների հետևից, հետո եկան հрьяաների հետևից, հետո եկան Ինչու նրանց հետևից կգնան պետությունը երբ որ մտնում է ռեպրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ, այդ շարունակվում է եւ դառնում է լայն տարածված երևույթ։ Այսինքն Փաշինյանին աջակցող խոշոր գործարանները եւս կարող են այս ճնշումների տակ անցնել, կարծում եք։
պատմական փորձը նայեք, ենթադրենք Խորհրդային Միությունում մի խումբ բարձր կոմունիստական ղեկավարներին որ մեղադրեցին, բան եւ այլն ունդակահարեցին։ Մեղադրողներին հաջորդ փուլում նորից կրկին ուրիշները արդեն հաջորդ սերունդը մեղադրեց եւ այսպես 3-4-5 սերունդ հայտնվում էր ռեպրեսիաների տակ։ Եվ նպատակը Այսինքն այդ շատ պայմանական բան է, ինչ է նշանակում իշխանություններին մոտ կամ իշխանությունների փոխանցը չներկայացրած ընդդիմադիր հայ չներկայացրած գործարարներ օրինակ, ովքեր որ քաղաքականությանը Եթե պետության հայ չեն ներկայացնում, իրենց ձևավորվի անհրաժեշտություն, որ մեր պետությունը պահելու հիմա միակ ձևը սեփականություն խլելն է, հայտ ներկայացրել է մարդ թե չի ներկայացրել, այդ շատ քիչ նշանակություն կունենա, եթե ձևը դա է, եթե հիմա ձևը դա է, կարծում եք թե ճնշման գործ։ Դժվար է հիմա ասել եւ դրա համար եմ ասում, այս վիճակի շուրջ դեռ ավարտական տենց ամփոփ ճշգրիտ գնահատական շատ դժվար է տալ, որովհետեւ հանգամանքները, որոնք ազդում են շատ են, կարծես թե առիթ ընտրություններն էին, բայց իրականում մինչև ընտրությունները արդեն գալիս էին այդ բռնագանձման քաղաքականության ինչ որ ազդանշանները, որ սա պիտի լինի։ Եվ առհասարակ սնանք ռեժիմը, այդ որ զինծածկում է, ինչով է դալշ շարունակվում էլ երկրի ներսում, եթե սկսում են սեփականության վերաբաժանում, դա միշտ լինում է վերջի փուլի, բնութագրող երևույթ, էլի։ Դուք կարծում եք վերջն է գալիս Փաշինյանի իշխանության։ Թե հակառակ այս կերպն ամրապնդում է իշխանությունը։ Ավելի լայն է նույնիսկ դուք ֆոկուսում եք Փաշինյանի իշխանության վրա, կուրսը, որը որ տարիներ շարունակ եղել է Հայաստանի համար։ Հիմնական եւ, չէ, երկու աթոռի վրա նստենք, լինենք հապկում, լինենք ԵԱՏՄ-ում եւ միաժամանակ Եվրոմիության հետ, ԱՄՆ-ի հետ ունենանք եւ ամբողջ աշխարհի հետ ունենանք լավ հարաբերություններ եւ այլն, այդ կուրսը արտաքին քաղաքականության մեջ արդեն այլևս անհնար է իրականացնել մեկ կամ է դարել, չէ։ Հիմա Պուտինն է ասում բանին Փաշինյանին ձիծածկել է, էլի, անհրակվե արա կամ ինչ արա, կամ վեճերը հավաքեք դուրս եկեք ԵԱՏՄ-ից եւ այլն, չէ։ Մյուս այսպես ասած հարթությունը մեր ներքին երկրի, տնտեսության զարգացումը վերջո ուր հասավ։ Մենք ունենք աճի տեղ, աշխատատեղեր ավելացնելու տեղ, գործարաններ սարքելու տեղ, մարդիկ հերթ են կանգնած ներդրում են ուզում անեն Հայաստանում, որն է վիճակը։ Տարիներ շարունակ իմ կարծիքով ներդրումների ինչ որ մի հատ զրոյական չափանիշ կա, տնտեսությունը չի ընդլայնվում, թվային փոփոխությունները թելադրված են լինում ոչ տնտեսական, ոչ արտադրողական տնտեսության բնութագրող երևույթներով։ Արկ ու վաճառք, ենթադրենք Հայաստանի տարածքով ռեէքսպորտ, ռեիմպորտ, ռուսական այդ բաների կամ ինֆլյացիայի հետևանքով թիվտվաբանության փոփոխություն, բայց իրականում Հայաստանում աշխատատեղերի աճ, գործարանների ավելացում, հարկատուների ավելացում, իմ կարծիքով բացառությամբ այդ ռելոկանտներից, որ աշխատատեղերն ավելացել են։ Ամեն տարի նման հետաքրքիր թվեր ենք ստանում։ Դա ստվերից վերված հատվածներն են, որի մեծ պաշար կար, բայց արդյունքում խոսքը չի մասին է գնում 600-700 հազար աշխատողների մասին, չէ։ Շարունակում է մնալ այդ պետության շռայլ հաշվառած 500,000 ինքնազբաղված մարդ, ովքեր են այդ բանակը 500,000-անոց ինքնազբաղվածների եւ այլն։ Սա է գլխավոր ցուցանիշը, որ տնտեսական ոլորտում մեծ փոփոխություններ չկան։ Հիմա դուք կարծում եք Փաշինյանը բարդ իրավիճակում է հայտնվել, ասում եք, որ Ռուսաստանը արդեն ուլտիմատում է դրել, ասում է պետք է որոշես ինչ անես։ Դե տեսնում ենք, որ դրել է, չէ՞։ Հանրակրվե արեք, որոշեք։ Եթե ուզում եք մնալ ԵԱՏՄ-ում, բերեք ձեր ժողովրդից թուղթ։ Ինչ է նշանակում հանրակրվե։
Բայց Փաշինյանը անհրաժեշտություն չի տեսնում այդ հանրակրվեի, ասում եմ մենք Եվրամիություն գնալու համար պաշտոնապես չենք դիմել, որ հիմա ընտրությունները դուք հիմա նկարագրեցիք մի հատ տխուր իրավիճակ, չէ՞։ Ընտրությունների հիմա գնա հանրակրվեի։ Փաշինյանի ձին սատկելա ինքը հանրային տենց միջոցառումների, բաների հերոսը այլևս չի էլի։ Հանրահավաքների 100,000-ավոր տոգորված ժողովուրդ հետևից գա, իր էջը հազարավոր մարդիկ հետևեն, թե ինչ է ասել, չկա այդ հետաքրքրությունը եւ այլն։ Եվ ինչ անի Շակերտավոր Խեղճ Փաշինյանը, հանրակրվեի հիմա, ազիվ ընտրություններն մի կերպ sense հարով ինչ է խանգարում, դա էլ կարող է հորով-մորով անել։ Դե կարող է, բայց չկա, բայց Ժամանակություններ կարող է։ Աստիճանաբար այդ Պլինտոսի մակարդակին է հասնում այդ քաղաքական մասը արդեն այդտեղ է գտնվում էլի, բայց եւ պաշտոնապես եթե ճանաչվի որ ժողովրդավարությունը առհասարակ կորավ, դա էլ վերջի բաստիոնը կլինի։ Դուք հեշտ եք նայում այդ ամենին, բայց վերջը ինչ որ մի դրոշակ պիտի այդ մարդիկ ձեռը ունենան, որ այնտեղ են նստած, էլի։ Հասկացա։ Ցուցադրելու համար։ Հա, ցուցադրելու համար, էլի, ով է ինչ։ Բայց անցնում է դա։ Որտեղ է անցնում։ Մենք չենք տեսնում, որ Եվրամիությունից կոշտ քննադատություն հնչի այս ամեն ինչի նկատմամբ։ Դե բայց եւ հետաքրքրություն Թե հավաքագրում են փաստերը հետո հարմար պահին կհանեն ջրի երես։ Իմ կարծիքով հետաքրքրություն չկա Փաշինյանի հենց նկատմամբ, էլի։ Եվրամիությունը հա հասկացանք չէր ուզում, որ այս ակնհայտ պրոռուսական այդ Տիլնյաշկեկով տղեր կգան իշխանության, հա, Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, հա, որոնք եւ չեն թաքցնում, այդպես էին հանդես գալի, որ իրենք կողմնակից են Ռուսաստանի հետ բացարձակ այդ հարաբերությունների եւ Եվրոմիության համար ոնց որ թե բավարար էր դա, որ իրենք իշխանության չեկան, թե ուր հասավ քաղաքական համակարգը Հայաստանում տեղից բան չփոխվեց էլի մեծ հաշվով, դա այդքան էլ կարևոր չէ։ Եվ արհեստականը այդ հալմաղալը, որ սահմանադրական մեծամասնություն չունեն, վայ, վույ։ Դե այս պայն էլ չունեն։ Հա, էլի ուզում եմ ասեմ, այդ տենց մեծ տրագեդիա չէ։ Ղազարյանը եւ Ասլյանը դուրս եկան, չունեին այլևս։ Ну, հիմա այնտեղ ինտրիգը կայանում էր նրանում, կարան սահմանադրության հարցը դնեն հանրակրվեի, թե չէ։ Ենթադրենք չեն կարա։ Ով է հետաքրքրված այդ հանրակրվեում, Ալիևը։ Դիզանգի Մոսկվա խնդրի Պուտինին ասի, այս քո ընկերներին Հայաստանում ասա, որ քվեարկեն կողմ, չէ։ Սամվել Կարապետյանը ինչ, եթե իրեն Մոսկվայից ասեն պետք է անեք, ասելու է չէ։ Դե ամեն դեպքում ասում եմ մենք չենք քվեարկելու, իրենք դեմ են։ Իրենք անելու են այնպես, ինչպես որ իրենց Մոսկվայից ասելու են։ Հերմինե։ Իրենք արդեն այդպես էլ մատուցել են իրենց մեզ, էլի հանրությանը, որ իրենք անելու են այն, ինչը որ այն վերևից Մոսկվայից իրենց կասեն։ Եվ եթե այնտեղից ասեն, որ պիտի անեք, իրենք կանեն։ Բայց հիմա ինչու Ալիևն է արդեն որոշիչ, այդ որոշում շատ հարցեր, տեսանք Հաջիևը անմիջապես հետո եկավ, ինչու պետք է Պուտինին զանգի։ Ուղիղ կապի մեջ է Որովհետև չկա սահմանադրական հանրակրվե նշանակելու համար բավարար մանդատներ։ Եվ Խեղճ Ալիևը պիտի նորից Պուտինին տանի փող տա, ասի Հայաստանում սահմանադրությունը փոխեք։ Ես շարունակում եմ այդ համոզմունքով ապրել, որ այդ հարաբերությունները ամբողջը կոռուպցիայի վրա է։ Դե ժամանակը ցույց կտա ինչպես կընտրեն, ինչպես կքվեարկեն եւ ինչ կարվի, Պայքար կլինի շատ լուրջ եւ այլն, չեմ կասկածում դրանում, բայց ժամանակը ցույց տա ինչ կստացվի։ Ես դա մեն ուզում եի ասեի, որ դա այսպես քարի վրա խփած բան չի, դրություն չի, որ եթե Փաշինյանը չունի հիմա խորհրդարանում 2/3-ը, ուրեմն իրենք սահմանադրությունը նոր չեն կարա բերեն։ Դե օրինակ հիմա որ իրանք 3/5 ունեցան, այս դեպքում իրենք կարող են նաև սահմանադրական օրենքներում փոփոխություններ իրականացնեն, օրինակ որոշեն, որ ստորագրություններով են հաստատում սահմանադրությունը նոր տանում են հանրակրվեի։ Օրինակ այս մասին խոսակցություններ արդեն իսկ կան։ Ինչ էլ իրենք անեն բոլոր դեպքերում, ասում եմ, այս ամենը պատտվում է ինչի շուրջ։
Դե Ալիևի պահանջի շուրջ։ Այո, առանց որի չեն կարա նախաստորագրած օգոստոսիություն պայմանագիրը կնքեն։ Առանց որի այդ Տրամպի ապագորգոր տրիպը Բայց դա դրա հետ կապված է։ Դե իհարկե տրիպը կարան սարքեն խաղացան պայմանագիր չունենան։ Հերթականությամբ սա կապված են իրար հետ։ Իսկ հասարակության վերաբերմունքը ինչպեսին կլինի դուք կարծում եք։ Հասարակությունը ոնց որ թե անտարբեր է։ Կարծում եք անտարբեր է, բայց դեռևս չկա տեքստը, որ հասկանանք, թե իրականում ինչ են փոխում, դե գիտենք միայն, որ անկախության հռչակագրի հողումն են հեռացնում, բայց ամեն դեպքում մեր հանրությունը մարսեց, չէ, տեսեք, համարձակ քայլ արեց Փաշինյանը, հրապարակեց Մինսկի խմբի համանախագահների փաստաթղթերը։ Բոլոր առաջարկները, որոնք որ կառավարությունը ունեցել են, կան գրեթե բոլոր հրապարակեց։ Եվ ինչ սկանդալ եղավ, սենսացիա եղավ։ Արտուր Օսիպյանը հարցրեց խես սուտ խոսում, որտեղ այնտեղ գրած, որ Արցախ Ադրբեջանի կազմում պիտի լինի։ Էնել բոլորս ձեռները տարան։ Անգամից բանդ արծը տվեց գլխին ստացա։ Մի հատ ասին դուխի չես սատկել այ համբալ, դիսկուսիան դրանով ավարտվեց, չէ՞։ Լուրջ հարցի շուրջը։ Որտեղ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի մեջ գրած, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Արտը գնաց բանդ, այնտեղ մտածելու թե ինչ անի դաշ եւ այլն, էլի, բայց Նիկոլ Փաշինյանի պատասխանը դա էր։ Հանրության արժեվ տված, որտեղ է գրած, այնտեղ է գրած, էլի, բանտի պատին գրած։ Գնացեք նայեք ու հետաքրքիր է, էլի, որտեղ է գրած։ Այս մակարդակն է, չէ՞։ Եվ լրացրեց, եւ հեսա հասարակությունը տեսնում եք հետաքրքրված չի որ երկրում կհամաձայնվեր տենց բացահայտ խաբեության որևէ մի պետական իշխանություն գնալ հրապարակի մի բան, որը որ ապացուցում է, որ իր ասածը սուտ է, չէ՞։ Մեկը ելնի ասի դա սուտ է, ասին դες։ Միգուցե շատ ուշացված եղավ նույն ՀԱԿ-ի ասած փաստաթուղթը, որ պետք է հրապարակվեր, պատերազմից 6 տարի անց հրապարակելը միգուցե այն ազդեցությունը չի ունենում, ինչ կարող է լինել ավելի շուտ։ Դե ամեն դեպքում այնպիսի իրավիճակներ են եղել եւ ոչինչ վերադարձնելու արդեն հնարավոր։ Փաշինյանի պատասխանատվությունը իմ կարծիքով բոլորը հասկանում են, դրանից այլ ոնց են վերաբերվում, բայց բոլորը հասկանում են։ Եվ բոլորը հասկանում են իր այդ այս հարցի շուրջ սուտ խոսալը, բոլորին դա պարզ է։ Բայց մարդիկ կարող են հետևանքները տարբեր անել, եզրակացությունները տարբեր անել, այս ընտրություններում ինձ համար հատկանշական էր հետևյալը։ Ոչ մի քաղաքական ուժ ալտերնատիվ չառաջարկեց։ Մենք չենք մասնակցել այս ընտրություններում, հայ կառուցողական կուսակցությունը ի բողոք իմ դեմ 10 տարի, այս օրերին արդեն 10 տարին ալարանում քրեական հետապնդմանը եւ ընդհանուր այս քրեական ռեպրեսիաների մթնոլորտում անիմաստ էի ես համարում այսպիսի ընդդիմադիր գործունեության մեջ որպես կանոն ես եւ իմ ընկերները ավելի այսպես խիզախ եւ կտրուկ դիրքեր ենք զբաղացնում, քան շատ այլ ընդդիմադիր ուժեր եւ նման պայմաններում դա պարզապես անիմաստ վտանգելու եւս մեկ քրեական գործ բավականներ են եղած 3 հատ ծանր եւ մի հատ ծանր եւ 3 հատ առանձնակի ծանր անցագործություններում եմ ես մեղադրվում 10 տարի Հայաստանում արդեն 4-րդ դատավորն է փոխվում, որ 3-րդ դատախազը չգիտեմ, հաշիվը կորցրել եմ եւ քանի հատ օրենք է փոխվել, բան է փոխվել եւ այլն, բայց հետապնդումը դեռ շարունակում է, բայց մեր թեզը հետեւյալն է եղել, որն է ալտերնատիվը այս իրավիճակին, այս քաղաքականության։ Այո, Հայաստանը Ադրբեջանի հետ ունի նախաստորագրած պայմանագիր։ Ադրբեջանը ունի նախապայման, փոխեք սահմանադրությունը։ Հայաստանը կարա ունենա նախապայման։ Դե ասում ենք դուք էլ պետք է փոխեք, հետո արդեն Հայաստանի նախապայմանը պիտի լինի օրենքի դաշտ բերել Արցախի հարց։ Արցախի դաշտ հարցը հիմա օրը հարաբես չի քննարկում անգամ։ Դե տեսեք,
ընդհանուր կոնսենսուսը ընտրությունների հենց դրա մասին էր, որ ինչի ալտերնատիվ չկար, հարցը Փաշինյանը չի, կուրսը, երկրի կուրսը, այս կուրսը կա, կարա կուրսը փոխի, փոխելը ինչ կնշանակեր, եթե Հայաստանում ներքին ուժեր լինեին եւ արտաքին ինչ որ դասավորություն, որ Հայաստանը կարողանար նախապայման դներ Ադրբեջանին, ասեր մենք սա կստորագրենք, եթե դու կհամաձայնվես Արցախի հարցը, կարգավիճակի հարցը փոխանցել միջազգային դատարան։ Ստեղծված իրավիճակում էթնիկ զտումից հետո դրամաբանական քայլը դա է։ Ընկալելի է, որ հիմա նման բան անհնար է, որ Փաշինյանը անի։ Իսկ ընդդիմությունը եթե ընդդիմությունն դա չէր պահանջում, եթե նկատել եք, այո, չէր ներկայացնում, ասում են օրակարգում պետք է պահենք։ Եվ բոլորը կատարեցին պատգամը Պուտինի, որ այս հարցը դեր ներսում փակեք հայեր ջան, վերջի այդ պատմական հանդիպումը։ Բայց ասում են օրակարգում ենք պահում այդ հարցը։ Ամեն դեպքում եթե ասում են, բայց նորից եմ ասում, քաղաքական դիրքորոշումը ըստ ինձ ազնիվ այս հարցում հետեւյալն էր։ Ալտերնատիվ մենք կդիտարկեինք նրան իշխող կուրսին, իշխանությանը, ով որ այդ ներուժը, այդ պատասխանատվությունը իր վրա կվերցներ ասելու, որ այո, հետևողական լինենք։ Կա այս Վաշինգտոնում նախաստորագրած պայմանագիրը, օքեյ, բայց սրա իրականացնելու համար եկեք Արցախի հարցը բերենք օրենքի դաշտ։ Բայց հասկանալի է, չէ՞ թե դա ինչպես էր մեկնաբանվել։ Հասկանալի դարձավ, որ Հայաստանում ոչ ոք այդ ազատությունը չունի նման ձևով հարցը դնել։ Իսկ մնացածը իրականում Հերմինե նշանակություն չունի։ Դու կամ կաս քաղաքականության մեջ կամ չկաս։ Հիմա իշխանությունը նույնիսկ Արցախի դրոշների հետ է պատերազմ հայտարարել եւ պատգամավորների սեղաններին, որ դրած է դրոշը, այդ մասին է խոսում, պետք է հեռացնել, ուր մնաց թե մի խոսեին, որ գնալու ենք եւ Արցախը հետ բերենք։ Եվ նորից եմ ասում, ընդդիմությունը շատ իապես տարբեր ծրագրով չեկավ, հանդես չեկավ։ Իմ բերած օրինակը դրա մասին է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը տեղավորվեցին այդ Վլադիմիր Պուտինի պատգամի մեջ, որ հայեր ձեր մեջ այդ հարցը փակեք այս ընտրություններում, ինքը այդ հույսը հայտնեց Նիկոլ Փաշինյանի հետ իր հայտնի վերջի հանդիպման ժամանակ, երբ որ քննարկում էին պրոռուսական կուսակցությունները մասնակցեն, թե չէ։ Բայց Արցախի մասին դիրքորոշում չի հայտնվել այդ ժամանակ։ Որ փակեք այդ թեման։ Երբ եղավ խոսակցության մեջ ես շատիր այդ դրա վրա իմ ուշադրությունը սևեռվեց, երբ որ Փաշինյանը ներկայացրեց, որ այդ հարցը միջազգային ասպարեզում այսպես Պուտինն էլ իր կարծիքը, դե իրենք չէ բան ունեն, բամբինտոն ունեն, Պուտինը ասում է դուք Պրագայում բան են, Փաշինյանը ասում է դուք այսպես այնպես, այդ հանդիպման ժամանակ իրենք կոնսենսուսի եկան, որ իրենք միասին են բայց ամեն դեպքում Պուտինը գնահատեց դա որպես դրական լուծում, այս էթնիկ զտումը ըստ էության եւ հույս հայտնեց, որ ներքին շրջանակում այդ հարցը եւս կփակվի, այդպես էլ Հերմինե ջան այս ընտրությունների մասնակիցների շրջանակում եղավ։ Իրենք հնարավորությունը հրապարակային մասնակցելու ընտրություններում չօգտագործեցին Արցախի խնդիրը օրինական դաշտ բերելու եւ Հայաստանի շահերը պաշտպանելու Արցախի շահերը։ Բայց այդ հնարավորությունները կան։ Եթե չկան, իմաստ չունի ընդդիմություն անվանել քեզ։ Իսկ չես կարող։ Իսկ ընդդիմություն ենք մենք Նիկոլին, որովհետև Նիկոլի քիթը երկարա կամ չգիտեմ ճակատը փուճուրա կամ եւ այլն, դրա համար չեն ընդդիմություն։ Ընդդիմություն նշանակում է ուրիշ կուրս։ Եթե կուրսը նույնն է, պրոստը մենք նստենք այդ ձյու վրա, դա ընդդիմություն չի։ Քաղաքականության մեջ ընդդիմություն չէ, նշանակում է կուրսին լինել։ Բայց հիմա մեկ այլ խնդրի առաջ Հայաստանի հետ կապված խնդրի առաջ։ Եթե Հայաստանի այսօրվա ընդդիմությունը եւ երեկվա ընդդիմությունը խորհրդարանական կուրսին մեծ հաշվով հակադարձ չի, բա ինչին է հակադարձ։ Դե հակադարձ ասում էին, որ նույն կոնկրետ Արցախում ասում են, որ օրակարգում կպահի մյուս հարց նախքին մեր ազգային ժողովի ընդդիմությունը եւ ներկա ընդդիմության ֆունկցիան, գլխավոր ֆունկցիան կոռուպցիային պատնեշ լինել։
Շատ ուժեղ պատնեշ էր այդ նախկին ազգային ժողովում Հայաստան դաշինքը եւ Պատիվ ունեմ դաշինքը։ Իմ կարծիքով իրենց ներկայությունը այնտեղ գոյություն ունեցող կոռուպցիայի վրա ընդհանրապես ազդեցություն չունեցավ գրեթե իրենք որպես պատնեշ դեր չխաղացին։ Պիտի հիմա այս նոր դասավորության մեջ նայենք ոնց է լինելու, բայց հասկանում ենք, չէ՞, որ ընդդիմության գլխավոր բնութագրերը ընդդիմությունը առաջարկում է այլ կուրս մեկ եւ երկրորդը ընդդիմությունը հսկի չէ կոռուպցիայի իշխող ուժի կոռուպցիայի դեմ երկուս։ Մենք ունենք ընդդիմություն, որը որ ոչ առաջի հարցում ալտերնատիվ չի, ոչ էլ երկրորդ հարցում պատնեշ չի։ Բայց ինչի մասին է այդ ընդդիմությունը։ Պրոստը ընդդիմությունն է դե նստած ինքն ընդդիմություն չի։ Բայց ամեն դեպքում խոսել մի բան, որի լուծումները չունես եւ այդ դեպքում մի խոսա։ Չէ, կոնկրետ Արցախի մասով։ Դե բա ինչի մասով խոսել։ Մենք ունենք առաջարկ։ Մենակ Սամվել Կարապետյանն ասում էր, որ վերադարձի հարց օրակարգում պետք է պահել, քայլեր ձեռնարկվեն։ Միգուցե ասելով չի։ Քաղաքական դեպքում Հայաստանի լրջությունը ընտրություններում դա չէ քաղաքական լուրջ տեսակետներ պիտի բախվեն։ Դեմոկրատները, հանրապետականները լուրջ ջրբաժանը, բարձրացնել հարկերը, իջացնել հարկերը։ Ոչ թե օրակարգի մեջ պահենք հարկերի հարցը։ Չէ, մի խումբը գալիս է, ասում է պիտի հարկերը բարձրացնենք, որպեսզի սոցիալական նպաստները ավելացնենք։ Մյուսը գալիս է, ասում է չէ, հարկերը պիտի իջացնենք, սոցիալական նպաստները իմաստ չունեն։ Հիմա օրինակ ձեզ կմեղադրեն, որ դուք պատերազմ եք ուզում, որովհետև ասում եք պետք է այդ հարցը մեղադրեցին ինչ, հա։ Ինչ մեղադրում են, որ ես զանգվածային անկարգություններ եմ կազմակերպել, ուզում եմ պատանդներ պահել։ Ես արդեն անցել եմ այդ շեմ, ինչի մեջից կարող են մեղադրել եւ այլն։ Այդ անլուրջ է այդ բոլոր մեղադրանքները, նամանավանդ Նիկոլ Փաշինյանի ֆոնին, որը ընդունում է, որ ինքն է հրահրել պատերազմը գիտակցաբար։ Այդքան էլ ընդունում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև չէ, ընդունում է, չէ, Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմը ինքն է հրահրել։ Իր ելույթներին հետևում եք, չէ, աստիճանաբար ինքը եկավ իր խոստովանումների մեջ, որ այո հրահրել եմ, այո լավ եմ արել։ Արել եմ, որ այսօր Հայաստանը ազատված լինի ինչից։ Ռուսական լծից։ Ռուսական լծն Ռուսաստանը հանրակրվե արեք ու դավա այստեղից, ասում են չէ, չենք անի։ Մենք ազատ երկիր ենք, մենք ուզում ենք շարունակել մնալ իաթմ։ Կախվածությունը պահպանենք, էլի, զորքը մնա մեր տարածքում եւ այլն, ու այդ արդեն աբսուրդի ժանրից է այդ ամբողջ բանը, դա իմաստ չունի քննարկել, բայց ես ուզում եմ ասեմ, այդ քննադատությունը, որը որ Սկան տարիներ գնում է, ստիպում է Փաշինյանին ընդունել մեղադրանքները։ Ինքը արդեն արգումենտներ չունի պաշտպանվելու Արցախի հարցում իր քաղաքականության համար եւ դրա համար ստիպված է ընդունելու։ Այո, արել եմ, այո, պատասխանատու եմ, այո, բայց լավ եմ արել, հանուն չգիտեմ ինչի։ Այսինքն թիվ 1 պատերազմ հրահրողը այսօր մեր երկրի վարչապետն է։ Մնացած բոլորը շատ ավելի ցածր կշիռ ունեն այդ։ Բայց կարծում եք հենց այնպես են այդ մեղադրանքները հնչում, որ դուք ուզում եք պատերազմ լինի եւ այլն։ Չէ, դա քարոզչական ձև է, վախկոտ զանգվածներին Հերմինե հերո պահել ընտրություններում, էլ մենք ունենք լայն զանգված վախկոտ հիմար մարդկանց, չէ, Հայաստանում որպես ընտրող։ Ես նկատում եմ իրենց վրա կարելի է ազդել, այ սրանք ուզում են պատերազմ։ Всё, այդ մարդիկ նապաստակների պես գնացին պահկվեցին դեմիտը։ Այն խոսույթի մասին է խոսքը, որ եթե դուք խոսում եք Արցախ վերադարձի մասին, պատերազմ եք ուզում լինի, դուք եք ադրբեջանցիները խոսում են Հայաստան գալու մասին, եւ այլ խաղաղության համաձայնագրում կա կետ, որտեղ անջատողական տրամադրություն, ռևանշիստական եւ այլն, այսինքն նաեւ այս ուղղությամբ կարող են հետագայում պահանջներ դրվել, որ ձեր ներսում կան մարդիկ, որ պատերազմ են ուզում են Արցախ։ Կարող է չլինել, հա։ Կարող են էթնիկ զտում անել, ու ասել, всё, օքեյ է, սաղը համաձայն եք։ Որպեսզի ձեր ասածը լինի իրենք պիտի ստորագրեն էդի, իսկ իրենք հիմա այնց խճճված վիճակում են, որ առանց Պուտինի մենք հասկացանք չեն կարա Վաշինգտոնում ստորագրածը բերել ավարտի։
Հայաստանում այս բարդ ընտրությունները, այս դրամատիկ իրադարձությունները եւ այլն ամերիկացիների տեսակետից վերջի իտոք, չէ, եթե վերցնել ինչով ավարտվեցին։ Ինչով ավարտվեց։ Ավարտվեցին, որ այդ Վաշինգտոնում ստորագրած փաթեթի վրա պեչատ դնելու համար հարկավոր է Պուտինին գնալ խնդրել։ Բայց երբ են նման բան ասել։ Դե իրենք երբեք Հերմինե նման բան չեն ասի։ Չէ, բայց մենք տեսնում ենք, բայց այս ընտրություններում եթե չունի այսքան ձայն, որ հանրակրվեի դնի Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության հարցը Ալիևի պահանջը կատարի։ Եթե Ալիևի պահանջը չի կատարում, այդ թուղթը չի ստորագրվում խաղաղության։ Եթե դա չի ստորագրվում, բայց տրիպը չեն կապել այդ ամեն ինչի հետ։ Իսկ տրիպը առանց խաղաղության պայմանագրի ո՞նց կարա լինի։ Դե ասում եմ, մենք ԱՄՆ-ի հետ ուղիղ Սենց կսարքենք ու այնտեղ շլագբաում կլինի երկու կողմից, չէ, դրած։ Սարքելը կարան սարքեն, բայց որպեսզի գործի պիտի շլագբաումները բաց լինեն, չէ։ Որպեսզի շլագբաումը բացեն, պիտի ստորագրեն այդ Վաշինգտոնի թուղթը։ Ու այս հիմա իրավիճակը հիմա նաև այդ հարթություն ունի, որ ամերիկացիները ենթադրենք ասում են, ինչ եղավ Փաշինյան ջան, ինքն էլ ասում է, դե Այսպես ստացվեց, որ եթե ուզում եք ձեր տրիպը լինի, պիտի Պուտինին համոզենք, որ թողնի Սահմանադրության հարցը դնենք հանրակրվեի, հələ ինչով կպրծնի այդ հանրակրվեն չգիտենք։ Ամեն դեպքում մենք չենք տեսել, որ նման հայտարարություն արվի, նույնիսկ Ռուսաստանի հայտարարությունը հնչում, որ մենք էլ Չեք էլ տեսնի երբեք, բայց իրավիճակը այդպեսին է։ Իրենց կողմից այդ հայտարարությունը չկա, ասում եմ մենք չենք ուզում։ Իհարկե, իրենք չեն կարող խառնվել մեր ներքին գործերի մեջ եւ մյուս չի կարելի միջազգային։ Միջազգային իրավունք կա, բան կա, այտենց անշնորհ բաներից իրենք շատ հեռու են։ Հիմա դու կարծում եք Փաշինյանը չունի աջակցություն եւ իր վիճակը իսկապես անորոշ է կամ դժվար խճճված իրավիճակում շունի այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքական establishment-ը։ Փաշինյանը չէ Սամվել Կարապետյանը հիմա որ ընդդեմ նստած լիներ, ինչ փոխված կրներ։ Ինչը կփոխվեր էլի։ Սամվել Կարապետյանը կխզեր ռազմական ոլորտում կնքված պայմանագրերը, հա, դրանով կամրապնդեր Արցախի վերադարձնելու հարցը։ Փաշինյանը հիմա ասում է դե Ֆրանսիայի բանի հետ կնքել ենք պայմանագրեր, Ռուսաստանը դեմ է, ինչ անենք, որ անենք։ Կամ պիտի այդ ծիրանները տանենք Ռուսաստան, կամ պիտի Ֆրանսիայից ինչ որ մի հատ պուշկա առնենք, որը անենք։ Փաշինյանն էլ է չէ վախենում պատերազմից։ Հասկացանք ադրբեջանցիները խաղաղություն բանում, բայց քանի կոպեկ է դա արժի, հա։ Այդ վտանգը կա, կարծում եք։ Իհարկե միշտ կա, եթե իրենք մեզանից ավելի ուժեղ են 3 անգամ կա վտանգը։ Կա։ Մեր նախորդ քաղաքականության արդյունքում, չէ, Հայաստանի ռազմական կորուստները 300 ավել տանկ, գրեթե ամբողջ Հրետանու պարկը եւ այլն։ Դա խնդիրներ են։ Հայաստանը այդ ամեն ինչը համալրելու համար ստիպված եղավ, հա, միջազգային ինչ որ շրջանակ պետությունների հետ համագործակցել, որտեղից ինչ կարողացավ փոկել, բերել եւ այլն եւ այլն։ Եվ հիմա դա խնդիր է, դա օբյեկտիվ խնդիր է, չես կարա երկու աթոռի վրա նստես նման պայմաններում։ Եթե Եվրամիությունն ու Ռուսաստանը չգտնվեին պատերազմի մեջ, հա, այլ հարց, բայց իրենք գտնվում են պատերազմի մեջ։ Եվ առհասարակ, եթե մենք հիմա նորից եմ ասում, վերանանք, դուք անձի վրա եք կենտրոնացված, իրավիճակին հենց մի հատ նայենք։ Հայաստանի համար հիմա ամենակարևոր արտաքին քաղաքականության մեջ ազդեցիկ պետությունը ԱՄՆ-ն է։ Քանի որ օգոստոսի 8-ին ստորագրեցին այդ պայմանագիր, տրիպ, մրիպ եւ այլն։ Հետո իհարկե Ռուսաստանն է, քանի որ Հայաստանում ռուսական ներդրումներ, բազա, մյուս եւ այլն։ Հետո երրորդ տեղում ակնհայտ է Եվրամիությունը, որի հետ SEPA պայմանագիր է, նոր 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղերում գնում են Թուրքիա, Ադրբեջան եւ մյուս պետություններ։ Տրամաբանորեն այդպես է, անկախ նրանից թե ով ով է նստած վարչապետի աթոռում։ Հիմա տեսեք, ԱՄՆ-ն Տրամպի գլխավորությամբ մխրճկվել է Իրանի հետ պատերազմում, վերջ չի երևում, արդյունքը քաղաքական արդյունքը ընդել, որ սա բան է, հաջողություն է, չեն կարող դեմ ընտրությունները։ Վլադիմիր Պուտինը մխրճված է
պատերազմի մեջ դեմո ընտրություններ են եւ արդեն Վլադիմիր Պուտինը այն կինոյի տղեն չի, ինչը որ եղել է միշտ ռեյտինգները մի փոքր նվազեցին 2%-ով կամ 0.5%-ով, չգիտեմ արդեն դա կարելի է խառնվել են իրար եւ դա ազդում է, չէ՞։ Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավորությունների վրա, որ երկու պետություն, որից որ Հայաստանը ունի էական կախում, իրենք են գտնվում պատերազմը։ Երրորդ ճամբարը, որ ասացի, Եվրոմիությունը պատերազմի մեջ է գտնվում Ռուսաստանի հետ, չէ՞։ Այդտեղ իշխանության մեղավորությունը այստեղ չկա այս տրամաբանությամբ։ Հələ թողնենք կողք իշխանության մեղավորությունները, այլ հասկանանք կուրսը ինչը պիտի լինի այս դասավորության մեջ։ Նավը ոնց պիտի տանես այս դասավորության մեջ, որ Հայաստանի համար ամենաբարենպաստ Հիմա չկա լուծում այդ նավը տանելու։ Իհարկե կա, բայց Փաշինյանի մոտ չկա, Սամվել Կարապետյանի մոտ չկա, չի կարող լինել։ Ռոբերտ Քոչարյանի մոտ չկա։ Մենք տեսանք ընտրություններում, եթե լիներ, այդ մարդիկ կգային կներկայացնեին մեզ, կասեին, էս սենց է, մենք էլ այս ճանապարհն ենք առաջարկում։ Իրենք չկարողացան այլ ընտրանք ներկայացնել։ Ինչ է նշանակում։ Հարցը պատերազմ կլինի թե չի լինի, այն բանը չի։ Հարցը այն է, որ ԱՄՆ-ի գլխի վրայից կարաս թռնես։ Վաշինգտոնում նախաստորագրել ես փաստաթուղթ, կարաս ասես հեչ չես կարա, չէ՞, կամ կարաս, եթե կարաս, ոնց կարաս։ Պիտի, չէ՞, քաղաքական գործիչը գա ասի, այս փաստաթուղթը սխալ էր, այս պատճառներով ճղում գցում ենք։ Աջակցություն ձեզ Ադրբեջան։ Пошел ты со своими նախապայմանами, ինչ սահմանադրություն, ինչ բան։ Պատերազմ ես ուզում, պատերազմ կստանաս։ Կարա լիներ դա։ Կարար, չէ՞։ Ու ժողովրդի տրամադրությունը կփոխվեր, եթե Սամվել Կարապետյանը ենթադրենք կամ Ռոբերտ Քոչարյանը այդպես խոսային։ Ինչքան ուզում է մեղադրեն ասին պատերազմ եք ուզում։ Հա, պատերազմ ենք ուզում, հետո քաղաքականության մեջ այդ չի, վայ, մեղադրեցին կամ բան, այլ կուրսը ո՞րն է։ Եթե պետք է լինում, պետությունը պատերազմում է, չէ՞։ Հիմա այս ընտրություններում հիմնականում Փաշինյանին չընտրողները չընտրեցին ուղղակի, որ Փաշինյանը չլինի իշխանության։ Այսինքն այս ընտրությունները այս հարցը հա չծվեց այդ մակարդակի Փաշինյանն քաղաքական բովանդակությունը երկրորդական էր։ Հիմնականում անձերի շուրջ է լինում է պայքարը։ Դա էլ մյուս հարցն է, որ հասարակության քաղաքական գիտակցության վիճակը ո՞րն է։ Էս է։ Բայց եւ ստեղ համաձայնվենք, որ քաղաքական կուրսի տեսակետից գլխավոր ընդդիմադիր, հա, այդ մասնակիցները ընտրությունների եւ ոչ միայն մնացած բոլորն էլ հետը գրեթե չունեին ալտերնատիվ առաջարկած այսօրվա քաղաքականությանը։ Իսկ մենք ավելի լավ կնայվենք վարչապետի աթոռում, մենք ավելի սիրուն ձևով կբաժանենք ինչքան է այնտեղ 10 միլիարդ դոլար փողը մեր բյուջեի, այդ Հայաստանում ցանկացած մեկին էլ կարաս ասես կարա ասի ես այդ գործը ավելի լավ կանեմ։ Բերեք այդ 10 միլիարդը նենց բաժանեմ ձեր մեջ, որ սաղիդ քեֆը գա։ Այդ չգիտեմ այն փողոց ավլող բանին էլ որ ասես անպայման կասի։ Ինչ հարց է, էլի։ Խնդիր ունեք, բերեք լուծենք, էլի։ Դրանով չի որոշվում այդ ով լինի վարչապետ։ Առաջնորդություն չունի Փաշինյանը, դա միանշանակ է։ Ինձ համար եւ վստահ եմ մասնագիտական շրջանակների համար հակացուցված են իրան տենց միջոցառումներ, հանրաքվե եւ այլն, արդեն անցել է դրա դարաշրջանը, փոխարինել չկա մարդումով կարելի է փոխարինել ըստ ԿՊ-ի ներսում էլ չկա։ Դե ԿՊ-ի ներսում չկա, էլի, ընդդիմությունն էլ մեծ հաշվով նորից եմ ասում, էլի, էական ցանկություն իշխանության գալու իմ կարծիքով չուներ ի սկզբանե։ Ռուսաստանի համար քաղաքական այս դասավորությունը ամենակոմֆորտ վիճակն է, ինչու, որովհետև երբեք պատասխանատվություն չես կրում ոչ մի բանի համար, բայց ոչ մի էական որոշում առանց քո վետոյի իրավունք էլի ավելի կարելի ասել, առանց քեզ չի կարող։ Փաշինյանը շնորհավորել, եթե դուք ասում եք ինձ սրտով երես ամեն ինչը, Փաշինյանին շնորհավորելը դա նախապատրաստում է հաջորդ
քաղաքական էտապը, էլի Փաշինյանը դասվեց, աստիճանաբար դասվում է Զելենսկի եւ այլն այդ գործիչների շարքին, այդ իր համար աղազանգ է, որ ինքը իր որակը, իր օգտակարությունը Ռուսաստանի համար կորցրեց, ում են շնորհավորում առհասարակ, էլի գնում են շնորհավորում են նրանց, դա ժողովրդի մեջ էլ է տարածված, ումից որ կախում ունեն, չէ՞, начальникներին, բաներին եւ այլն, եթե արդեն հետաքրքրություն չունեն Փաշինյանով եւ շնորհավորելու իմաստ չկա, չեն շնորհավորում դա դրա դիվանագիտական, այսպես ասած, դա է ընդգծում, էլի Ռուսաստանի աջակցության տեսակետից Փաշինյանը այո այդ աջակցությունը չունի իսկ ԱՄՆ-ի այն հերվից ասած ախպեր ջան շնորհավորում ենք այդ ինչի կներես բայց զբաղված ենք Իրանի խնդիրը չենք կարել ասեմ ամփերեք հեսա տրակացնենք մոլաներին նոր գանք ձեր տրիպը սարքենք Այդ արդեն կոմեդիայի ժանրից է իրականում Էրմինը։ Երբ որ նայում ես դերակատարներին Պուտինին, Տրամփին, իսկապես կամ պիտի լալաս, կամ պիտի խնդաս, ես գերադասում եմ խնդալ, էլի։ Եվ Փաշինյանի, եւ Կարապետյանի, եւ ինչ որտեղ Ռոբերտ Քոչարյանի որոշ վերապահումներով սխալը ես գտնում եմ նրանում, որ իրենք կապեցին իրենց քաղաքական ծրագրերը այդ ճամբարների, այդ պոլյուսների հետ։ Իհարկե կա այդ խնդիրը, որ առանց դրա չես կարող մշակես ծրագիր, պիտի կոնսենսուսի ձգտես այդ միջազգային գլխավոր խաղացողներին, բայց եւ խառնվում ես դրանց մեջ, դառնում է այն ինչ որ տեսնում ենք, ոչ մի բան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։